Կա Նիկոլ Փաշինյան, հարգելի բարեկամներ, որը արդեն բաց անթակույց ցույց է տալիս, թե ինչ է ուզում եւ ուր է տանում Հայաստանը, առանց դիմակների, առանց սեթևեդանքների, առանց կեղծավորության եւ տարիներ շարունակ գործող որպես անվտանգության բարձիկ հանդիսացող ընդդիմադիրների դիմակներ հագած ուբլյուդկներ կան, հարգելի բարեկամներ, որոնք փորձում են ցույց տալ, որ իրենք Փաշինյան Նիկոլի արածի ֆոնին հայրենասեր են, մաքուր են, ազնիվ են, անկեղծ են, սիրում են արդարությունը, սիրում են ճշմարտությունը, սիրում են հողը, ծառայել են եւ ծառայում են Հայաստանի Հանրապետությանը։ Նախկինում այդ էստաֆետը Փաշինյանին լեգիտիմացնելու էստաֆետը պատկանում էր դաշնակ մաշնակներին, Ռոբերտ Քոչարյանի զբրոդին, մի մարդու, ով մինչև վերջերս, մինչև մի քանի ամիս առաջ, 2018 թվականի Միքայել Մինասյանի եւ Սերժիկ Սարգսյանի իրականացրած կազմակերպած ռեալիթի շոուն, որը հայտնի դարձավ Թավշյա ոչ բռնի հեղափոխություն անվանումով, մինչև վերջերս կոչում էր հեղափոխություն։ Ինքը եւ իր անամոթ զավակը, հայր եւ որդի։ Այդ լեգիտիմությունը ապահովելու գործընթացը դրված էր դաշնակ մաշնակների վրա, մարդկանց վրա, ովքեր ում կուսակիցները Արցախյան ողբերգությունից հետո հեկերը մաս վաճառում էին ադրբեջանցիներին, Հայաստանի կառավարությունից կոմպենսացում էին ստանում։ Այս հարցը ոչ ԿՊԱ-ականները Ելի եմ ասում այդ կուսակցությունը լուծարված է, ես դա միշտ պիտի ասեմ մինչև այս նախադասությունը հնչի գլխավոր ամբիոններից։ Ոչ այդ թեման նիկոլականները արծարծեցին, այդ մարդկանց անունները այդ դավաճան ստահակների, ոչ էլ ընդդիմությունը բնականաբար, թե ինչ իրավունքով ես կոմպենսացում տվել, քննիչին հարցնում եմ, հարցաքննել ես, ասում է նպատակահարմար չենք համարել։ Ձերքի տված Փաշինյանի իրականացրել են այս ողբերգության մեջ ոչ պակաս մեղավորություն ունեն դաշնակ մաշնակներ, ասեմ ավելին, Փաշինյանի ֆոնին դաշնակ մաշնակները ավելի գարշելի, զզվելի, նողկալի են երևում, քան ինքը Փաշինյան Նիկոլը։ Մարդիկ, ովքեր տարբեր հարցեր պարլամենտում չէին քննարկում, չէին բարձրացնում, հետո դուրս գալիս, ասում ենք մենք ունեցել ենք, որովհետև ջենթլմենական պայմանավորված է։ Եվ հիմա էստաֆետը Փաշինյան Նիկոլին լեգիտիմացնելու, Փաշինյան Նիկոլի գործողություններին լեգիտիմություն հաղորդելու էստաֆետը ստանձնել է Սերժի անմեղսունակ օլիգարխը Սամվել Կարապետյան վերնագրով։ Բերել են 29 հոգի իրենք պարլամենտ, 12 հոգի Ռոբերտ Քոչարյանն է բերել եւ ելի եմ ասում Փաշինյանի արդեն անթակույց հանցավոր գործողությունների ֆոնին փորձում են շարունակել Երևալ արդար, ազնիվ, անկեղծ, հայրենիքը սիրող մարդիկ։ Ուրեմն Ռոբերտ Քոչարյանի այդ 12 հոգանոց խմբակցությունից 4-5 կան, այնտեղ կանայք կան, 8 տղամարդկանցից, հարգելի բարեկամներ, նո այս թեմային ես միշտ եմ անդրադարձել։ Ես միշտ եմ անդրադարձել, թե օրինակ կառավարության քանի անդամներից քանիսն են Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայել, ժամանակ կար, երբ ընդամենը մեկ զինված ուժերում ծառայեցեք ունեցել կառավարությունում։ Ես միշտ եմ խոսել Փաշինյանի Փաշինյանական խմբակցության այն պատգամավորների մասին, ովքեր բանակում չեն ծառայել, այստեղ նորություն չկա։ Ես նաև խոսել եմ Հայաստան դաշնակի պատգամավորների մասին խայտառակություններ, դա նաև հիմա 1-2 բառ էլի ուզում եմ հիմա այս նոր սազվի այս դաշնակ մաշնակների մասին եմ ուզում խոսել, այն դաշնակ մաշնակների, ովքեր Հայաստանի Հանրապետության զինված ուժերում չեն ծառայել։ Մի կողմից փորձում են Երևալ որպես ազգը սիրող անձինք, սրանց կենսագրությանը նայեք, Մեսրոպ Մանուկյան, ծնվել է 1973 թվականին։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում չի ծառայել։ Ինչ շքանշան ասես չունի այս անձնավորությունը։ Երկրապահից եթե չեմ սխալվում, նույնիսկ բան ունի։
Պարգևում ունի ստացած երկրապահից բանակում չի ծառայել։ Սևակ Խաչատրյան, Ռոբերտ Քոչարյանի զբրոդն է։ Ծնվել է 88 թվական Սևակ Խաչատրյանը մինչև մի քանի տարի առաջ Տարոն Մարգարյանի մոտ ակտիվիստ էր աշխատում։ Սևակ Խաչատրյանը Տարոն Մարգարյանի մոտ խոլիգան էր աշխատում, Ռոբերտ Քոչարյանը բերել է սրանց, որպեսզի ազգը փրկեն։ Այն ժողովրդական խոսքը ասում է մարդու վերջը լավ լինի։ Մարդու վերջը լավ լինի։ Այս ցուցակի համար, պարոն Ռոբերտ, դու պիտի գետինը մտնես։ Սևակ Խաչատրյան բանակում չի ծառայել։ Իշխան Սաղաթելյան, ընդդիմության այսպես կոչված լիդերներից մեկն է։ Որտեղ ինչ որ հող են հանձնում, որտեղ ինչ որ գյուղ են հանձնում, ինքը գնում է պաշտպանելու, որպեսզի ավելի հեշտ հանձնեն։ Հիմա այս անձինք այսպես կոլեկտիվով, անսամբլով կգործուղվեն Տիգրանաշեն, որպեսզի հանձնեն, որպեսզի պաշտպանեն, գից հանձնեն։ Իշխան Սաղաթելյան ծնվել է 82 թվականին, բանակում չի ծառայել։ Արթուր Խաչատրյան ծնվել է 75 թվականին, չի ծառայել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում։ Բայց ինքնակամ որոշել են մերժել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայությունը։ Հետագայում դարձել են բարձր պաշտոնյաներ եւ բնականաբար հակել են հայրենասիրության բաճկոնները։ Սա Ռոբերտ Քոչարյանի զբռոդի մասին։ Հիմա գանք Սերժիկ Սարգսյանի օլիգարխի զբռոդի խմբակցության մասին։ Սրանք 29 հոգի են, հարգելի բարեկամներ, 29-ից 9 կանայք են եւ 19 հոգուց հիմա թվում եմ այն մարդկանց անունները, ազգանունները, ում Սամվել Կարապետյանը դարձրել է падգամավոր, որպեսզի ազգը փրկեն Նիկոլի Ճիրաններից, որպեսզի ազգը փրկեն Ալիևի եւ Էրդողանի Ճիրաններից։ Ֆարմանյան Հայկ 80 թիվ բանակից փախած է։ Վարդևանյան Արամ 89 թիվ նույնպես բանակից փախած է։ Սուքիասյան Հայկ 92 թիվ բանակից փախած է։ Մխիթարյան Ռուբեն 93 ոնց որ կամ 2 թիվ բանակից փախած է։ Մանուշարյան Անուշավան սրա կենսագրությունը բաց է։ Ղազինյան Դավիթ 1971 թիվ բանակից փախած է։ Ղազարյան Էդգար 1975 թիվ բանակից փախած է։ Հարությունյան Հարություն 1976 սրանք բոլորը ազգը փրկողներ են։ Սրանց բոլորի խոսակցությունը կոնֆլիկտային խոսակցություն է։ Այսօր ասում են Տիգրանաշենը պիտի պաշտպանենք, այս պիտի անենք, այն պիտի անենք։ Ով պիտի պաշտպանի Տիգրանաշենը։ Դուք պիտի պաշտպանեք։ Դուք ոչ միայն բանակից փախած դասալիքներ եք, այլ նաև դուք երթում եք տվել, որ падգամավորական գործունեության ընթացքում սահմանադրությունը լինելու է ձեզ համար ուղենիշային, գործելու եք սահմանադրությամբ, օրենքներով, իսկ սահմանադրությամբ գրված է падգամավորը կաշկանդված չէ հրամայական մանդատով։ Падգամավորը գործում է իր համոզմունքների եւ խղճի շրջանակներում։ Դուք ձեր համոզմունքների եւ խղճի շրջանակներում եք գործում։ Դուք հրամայական մանդատով կաշկանդված չեք Սամվել Կարապետյանից, իսկ Սամվել Կարապետյանն էլ Սերժիկից, դուք ուխտադրուժ ստահակներ եք։ Ես այս բարի համար կարող եմ ցանկացած տեղ պատասխան տալ։ Դուք ուխտադրուժ, այսինքն երթումից ժամանակակից հայերենով ասած երթումից թռած, դուք ինչպես որ զինված ուժերից եք թռել, այդպես էլ դուք ձեր երթումից եք թռել падգամավորական։ Բազմաթիվ խնդիրներ կան Հայաստանի Հանրապետությունում, որոնք պահանջում են հրատապ լուծումներ։ Ձեզ պես տղեկին, ովքեր արդեն մի անգամ ծառայել են բանակում, պավեստկան տալիս են, ուղարկում են ուղիղ ադրբեջանական զննություն, ուղիղ ադրբեջանական վերահսկողության միջոցով մտցնում են դիրքեր հայկական, ադրբեջանական ստորացման միջոցով անցնելով այդ տղեկը։ Սա պահանջում է հրատապ լուծում։ Մի ամիս է վեր եք ընկած։ Մի ամիս վեր եք ընկած շան տղեկ, դուք այս հարցի մասին ինչ եք արել։ Ղազարյան Էդգար, դու այս հարցի մասին ինչ ես արել։ 75 թիվ բանակում բանակից չի ծառայել։ Հարությունյան Հարություն 86 թիվ չի ծառայել բանակում։ Սամվել Կարապետյանի զբռոդն է սա։
Թամրազյան Գրիշա 85 թիվ բանակում չի ծառայել, Դարպինյան Արգեշտի բաց է սրա կենսագրությունը, Գևորգյան Անդրանիկ 94 թվական բանակում չի ծառայել, Արման Ավջան, հա, 85 թիվ բանակում չի ծառայել, Այվազյան Վրույշ բաց է սրա կենսագրությունը, Աբրահամյան Տիգրան բաց է կենսագրությունը, Կարապետյան Նարեկը օլիգարխի հայտնի զարմիկն է, Օլիզարը 90 թիվ բանակում չի ծառայել։ Իտոգո, հարգելի բարեկամներ, 15 հատ պատգամավոր։ 15 հատ պատգամավոր, ում ներբեռնել են Հայաստանի Հանրապետության պարլամենտ այս սոսկալի ժամանակահատվածում Փաշինյանի հետագա բոլոր հանցագործությունները լեգիտիմացնելու համար, հայրենասեր խաղալու համար, ազգային գործիչ խաղալու համար, բայց բանակից ընդամենը փախած, ինչպես նաև իրենց երթումից փախած ուբլյուդկներ։ Էլի եմ ասում, դուք ձեր երթումից փախել եք, կարող եմ այս հարցի, այս արտահայտության համար ցանկացած վայրում պատասխան տալ, կան բազմաթիվ հրատապ հարցեր Հայաստանի Հանրապետությունում, մեկը Սև լճի հատվածն է, որի համար Հայաստանի պարլամենտը ուղիղ պատասխանատվություն է կրում, կապ չունի դու ընդդիմություն ես խաղում, թե դու իշխանություն ես, կապ չունի։ Հայաստանի պարլամենտը կազմված է 105 պատգամավորներից եւ պատգամավորը պիտի կաշկանդված չլինի հրամայական մանդատով։ Դուք յուրաքանչյուրը այս Սև լճի դիրքերի նման այս հարցերի վերաբերյալ բազմաթիվ հրատապ հարցեր կան Հայաստանում, բազմաթիվ հրատապ հարցեր կան, որոնք լիագումար նիստերի դահլիճում բարձրացնելը արգելված է կառավարության աշխատակազմի, Մելիք Ադամյանի, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից։ Հա, պատկերը հարգելի բարեկամներ, միայն չգիտեմ, անֆայն մարդը կարող է հավատալ, բացարձակ անֆայն մարդը կարող է եւ անհույս, հա, բացարձակ կարող է հավատալ, որ սրանք իշխանություններին դեմ են եւ սրանք դեմ են այն հանցագործություններին, որը իրականացվում է Փաշինյան Նիկոլի դեմքով, բայց բնականաբար բազմաթիվ մեծ համակարգի գործում բազմաթիվ գործող անձանցով սկսեն դմդմփաստել, ինչ որ բան եթե իրենց դուրը չկարող են դահլիճը լքել, հետո հետ գալ, հետո Ռուբեն Ռուբինյանի հետ հանդիպել, պայմանավորվել, շարունակել, պայմանավորվել եւ այսպես շարունակ ձեր այս պահվածքի համար կգրեն պատմաբանները ձեր այս այն ամեն ինչը ինչ տեղի է ունեցել, տեղի ունենում Հայաստանի Հանրապետությունում, կնկարեն դոկումենտալ ֆիլմեր, մուլտֆիլմեր կնկարեն, կգրեն պատմաբանները, ինչքան էլ ուզում է հիմա պատմաբանները, ոչ մի բան չխոսեն, հա, հիմնականում կամ խոսեն կիսատ տռատ, ժամանակը կգա, այս ամենի մասին կխոսվի, ժամանակը կգա, կխոսվի թե երբ 23 թվականին Արցախում էթնիկ զտում էր տեղի ունենում, կգրեն, թե այդ ժամանակ Հայաստանի Հանրապետության պարլամենտում ովքեր էին վեր ընկած, ում վերահսկողության տակ էր դա տեղի ունենում, իրենց չի հետաքրքրելու, սա ԿՊ էր, էլ եմ ասում լուծարված փաստացի, սա Հայաստան դաշինքից էր, պատասխանատվություն է կրում ցանկացած մեկ պատգամավորը կրում է լիարժեք պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության կառավարության իրականացրած գործողությունների համար, որովհետև կառավարությունը գործում է Հայաստանի պարլամենտի վերահսկողության Հայաստանի Հանրապետության պատգամավորների վերահսկողության ներքո։ Ես ձեր տիրոջ մերը